Պարոն Պողոսյան, օրերս երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդես է եկել հարցազրույցով եւ անդրադարձել Լեռնային Ղարաբաղի խնդրին, Հայաստանում տնտեսական խնդիրներին, ինչպես նաեւ Սասնա-Ծռերի գործողություններին։ Անդրադառնալով Սասնա-Ծռերի գործողություններին, Ռոբերտ Քոչարյանը ասել է, որ սա ըստեղության դեղին քարտեր իշխանություններին։ Ձեր գնահատականը նախ ինչպես է գնահատում Ռոբերտ Քոչարյանի այս հարցազրույցը եւ արդյոք դա իսկապես դեղին քարտեր իշխանություններին։ Եկեք չանդրադառնանք միայն եւ միայն Ռոբերտ Քոչարյանի խոսքին, քանի որ ոնց որ թե հենց գործողությունները առաջ օրվանից շատերն են նմանատիպ բառով կամ նմանատիպ ձևակերպմամբ, մեկը ասել է դեղին քարտ, մյուսը ասել է կարմիր քարտ, մյուսը այլ բառակապակցությունն է գտել, այնպես որ այդտեղ որևէ նոր մոտեցում կամ ձևակերպում չի եղել, հատկապես վստահ եմ, որ եթե հետևել եք ընդդիմադիր դաշտին, մեկ անգամ չեն ասել եւ չեն էլ սպասել 2016-ին, հա, դրա մասին ասվել է սկսած 2008 թվականից, այնպես որ այդտեղ որևէ մի նորություն ձևակերպման ասելու չկա եւ նույնիսկ թե ինչպես է հանրակրվեն անցել, հա, սահմանադրության փոփոխությունների, թե ինչպես են տարբեր խնդիրներ, տարբեր խմբեր բարձրացրել, կլինի Էլեկտրիկ Երևանական, դրանք բոլորն էլ տարբեր ժամանակահատվածներին, եթե ուզում եք ֆուտբոլային տերմինոլոգիան օգտագործեք, դեղին քարտեր են։ Ֆուտբոլում կա մի երևույթ, որ երկու դեղին քարտից հետո տալիս են կարմիրն է, չէ՞, միանգամից ասում եմ։ Ցավոք Հայաստանում ոնց որ թե դեղին քարտերը ամեն օր ցուցադրվում են, բայց կարմիրը այդպես էլ չի ընկալվում, որ ժամանակն է եկել, որ համակարգային փոփոխություններ անեն եւ այսօրվա կառավարությունը իսկապես պետք է գիտակցի, որ օր առաջ պետք լավագույն իր գործողությունը Հայաստանի ապագա հազորացման համար կլինի հեռացումը։ Իշխանության հեռացումը, պարոն Պողոսյան։ Դա առնվազն մի տեղից պետք է սկսել եւ թող գոնե քայլ առ քայլ դա անեն, հասկանալ է, որ այսօրվա դրությամբ մեզ պետք են համակարգային փոփոխություններ, իսկ այն բոլոր խնդիրները, ինչի դրա կարիք այսօրվա դրությամբ կա, գալիս են նրանից, թե ինչ մտածելակերպի մակարդակի վրա են քաղաքականությունը որոշել եւ գործողություններ արել։ Եթե մենք ընկալում ենք, որ դրանք բոլորը սխալ են եղել կամ սխալ ուղղությամբ են ընթացել, պետք է մի բան գիտակցենք, նույն մտածելակերպով սխալներ ուղղել անհնարին է։ Պետք է մտածելակերպը փոխվի եւ պետք է համակարգերը փոխվեն։ Իսկ դա նույն մարդիկ չեն կարող անել, այնպես որ ժամանակն է եկել իրենց հեռանալու։ Եթե ոչ, ապա կարմիր քարտը չի ուշանա։ Կարմիր քարտը ուշացած է երևի, շատ ուշ է։ Եթե նույնիսկ լինի արդեն իսկ ուշացած։ Որտեղ ինձ թվում է ապրիլյան դեպքերը արդեն այն ցուցիչն էին, որ պետք են շատ արագ փոփոխություններ։ Փոփոխությունները չեղան, տեղի ունեցան հուլիսի գործողությունները։ Եթե հիմա էլ փոփոխությունները օր առաջ չլինեն, Աստված գիտի ապագայում ինչ է լինելու։ Նա անդրադարձել է Հայաստանում ստացած քաղաքական տնտեսական խնդիրներին եւ նշել, որ հուսադրող որևէ բան չի կարող ասել, բայց նշել է, որ մեր երկրում սոցիալական ցանցերը այսօր ըստ էության ամենաօբյեկտիվ ցուցիչն են։ Մենք կասկածում եմ այն գաղափարը, որ սոցիալական ցանցերը ամենաօբյեկտիվն են, հասկանալի է, որ այնտեղ կան իրական օգտատերեր, բնականաբար իրենց գնահատականները օբյեկտիվ են, որտեվ դու հասկանում ես, որ իրական մարդիկ են խոսում, կապ չունի դու դա քո դուրդ գալիս են թե ոչ, բայց չմոռանանք, որ սոցիալական մեր ցանցերը շատ ժամանակ ուղղորդված են կամ ֆեյքերով լի են, կամ մարդիկ կան, որոնք ընդհանրապես երբ որ նայում են շատ ժամանակ միայն եւ միայն ուշադրություն են դարձնում ինչ-որ անվանմանը, իսկ անվանումն էլ շատ ժամանակ գալիս է նաեւ սուբյեկտիվ տեսակետից, հա, եւ ոչ էլ խորանում ես, մեկ անգամ չեմ եղել նույնիսկ իմ գրառումների տակ կամ հղումների տակ ստիպված եմ եղել մարդկանց այդպես ասած հրավիրել, որ լավ կլինի ամբողջական նյութը կարդակ, հետո քննարկում վարենք եւ հասկացել եմ, որ այդ մարդիկ ուղղակի նայել են, թե լրատվական միջոցը ինչպեսի անվանում է դրել կամ ինչպես է որևէ մեկը առաջի արձագանքը արել, այնպես որ խնդիրը այստեղ այն չի, որ իրենք ամենաօբյեկտիվն են, այն որ պետք է բոլոր տեղեկությունները կարդալ եւ իմանալ, եւ ոչ միայն սոցիալական կայքերը, այլ նաեւ թերթերի, ուղղակի դառել է սոցիալական կայքերը դառել են մեր ինֆորմացիոն աղբյուրը, բայց չէ որ մեծամասնությամբ այնտեղ գալիս է որտեղից հետքից, առաջին էմից, առավոտից եւ այլն, հա, այդ նյութերն են, որոնք գալիս են հենց մեր մամուլից, ուրեմն մեր մամուլն է պետք առաջինը նայել եւ կարդալ հենց իր սկզբնական աղբյուրը։ Իսկ այն որ իրականում մեր վիճակը
այդպես ասած այնպես ինչի որ բոլորս կարող ենք միայն դրականի մասին խոսել կամ ընդհանրապես եթե հնարավորություն կունենանք որևէ դրական բան ասել, դա մեկ անգամ չի արտահայտվել, այնպես որ ես ավելի շատ ուշադրություն կդարձնեի նրան, թե ինչ է մեզ պետք անել ապագայի համար։ Հիմա երբ որ խոսում ենք, թե ինչ կարիքներ կա փոփոխությունների, ոնց որ դրա մասին շատերն են բարձրաձայնել, նույն այն ապրիլյան դասերից սկսված, թե ինչ է օրինակ տեղի ուներ Արցախում եւ ինչպես են այնտեղ աշխատանքները գնում ամրապնդման սահմանի, որ նմանատիպ աշխատանքներ պետք է լինեն ամենուր եւ դրանք օր առաջ պետք է անեն, թե ինչ կարիքներ կան մեր բյուջետային փոփոխությունների մեջ, եթե կհիշեք, նույնիսկ ապրիլին եմ այդ հարցով դիմել կառավարությանը, որ իսկ ինչ դասեր են քաղել մեր մնացած քաղաքացիական ծառայությունները, այդպես ասած, որ դե հասկանանք համակարգային փոփոխությունների խնդիրներ։ Եվ այս ամենը կաթիլ առ կաթիլ ավելանում է եւ մենք պետք է գիտակցենք, որ ոնց որ թե խնդիրները լուծելու տեղակ մենք ավելի շատ ինչ-որ անհասկանալի ժամանակ ենք ցկցկում, որը անթույլատրելի է մեր վիճակում։ Ռոբերտ Քոչարյանը անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանը, նշելով, որ ապրիլյան պատերազմը պետք է կարծրացնի մեր մոտեցումները կարգավորմանը, այլ ոչ թե թուլացնի դրանք, քանի որ մեծացնում է որևէ զիջումների գնալու ապագա ռիսկերը, առաջին հերթին անվտանգության երաշխիքներով եւ հանրաքվեի կոշտ կապակցությամբ վերահսկվող տարածքների մի մասի վերադարձի հետ։ Նրա այս մոտեցումը ինչպես է գնահատվում։ Դե ինձ ավելի հետաքրքրում է այն մոտեցումը, ինչ որ այսօր որոշում կայացողների ստիպված են անելու կամ ոչ, կամ ինչն է հանրությունը պահանջում։ Մեկ ունեցել եմ առիթ հենց նաեւ ձեզ էլ ասելու, որ Արցախում որևէ մեկը չի պատրաստվում որևէ մի հող հանձնելու, ոնց որ թե Հայաստանում նմանատիպ տրամադրությունները ավելի են բարձրացել եւ հայությունը այս իր կոչերով, որ մենք այսօր պետք է կարծրացնենք մեր բանակցային դիրքերը եւ ընդհանրապես զբաղվենք այն խնդրով, թե ինչպես ենք պահպանելու մեր ունեցած եւ եղածը եւ հայկական շահերն առաջ տանելու, ինձ թվում է դա է ավելի կարեւոր այսօրվա դրությամբ դրա մասին խոսել եւ առաջ տանելու խնդիրները։ Եթե դա է մեր վիճակը, ուրեմն պետք է հասկանանք ինչ ենք մենք ցանկանում։ Հասկանալ է որևէ մեկը ոչ մի զիջումներ չի ցանկանում, ուրեմն պետք է պատրաստ լինենք ապահովելու բոլոր այն ծրագրերն ու մեխանիզմները, թե ինչպես ենք մենք դրան հասնելու։ Նստել խոսելով չի, հող չենք հանձնի կամ եկեք հող հանձնենք, որ ինչ-որ բան անենք։ Եթե որոշել ենք, որ դա է մեր ուղղությունը, ուրեմն եկեք սպասենք, տեսնենք, թե ինչ եկեք ապահովենք, քննարկենք, տեսնենք ինչ պետք է անենք։ Բանակի հզորացման համար ինչպես տեխնիկական, սպառազինության, լոգիստիկական, այնպես էլ մարդկային ռեսուրսի խնդիրները։ Մարդկային ռեսուրսները ժողովրդագրության խնդիրներից են գալիս։ Ինչքան ենք մենք ամեն օր քաղաքականություն վարում, որ մեր դեմոգրաֆիան բարելավի։ Ինչ-որ չափով ներգաղթ ապահովենք, դրա հետ միասին ծնելիությանը զարկ տրնենք։ Անում ենք թե ոչ, որտեղ դրանով է պայմանավորված ծննելու, սերնդներով ունակ լինելու, պաշտպանելու մեր խնդիրը։ Ինչքան ենք մենք այսօրվա դրությամբ գիտությանը համար ներդրումներ անում կամ գումարներ հատկացնում, որ կարողանանք արդիականացնել եւ տեղական մակարդակը սպառազինությունների եւ տեխնիկական հնարավորությունների բարձրացնենք։ Եկեք այս խնդիրներից խոսենք, դրա համար նաեւ պետք է ազնիվ հարկեր վճարենք, ազնիվ հարկերը կվճարվեն, եթե վարենք հակակոռուպցիոն քաղաքականություն այն իրական մակարդակի, որտեղ իսկապես մեղավորները բոլորը պատիժները կկրեն եւ այդ պատիժները այնպեսին կլինեն, որ ապագա նոր եկող բիզնեսմենների համար եւ դաշտ կբացվեն, որ կարելի է արդար դաշտում բիզնես անել եւ դրա հետ միասին կհասկանան, որ այլևս անպատժելիության մթնոլորտ գոյություն չունի։ Երբ որ գալիս է խնդիրները ընդհանուր քննարկումների, թե ինչպես ժողովրդավարական ինստիտուտներ են մենք զարգացել, որտեղ հասկանանք դատական մեր համակարգը աշխատում է իրականում, մեր բոլոր ինստիտուտները աշխատում են համապատասխան օրենքների։ Եթե կա պրոբլեմ օրենքներում, այսպես ազգային ժողովը գիտակցում այդ խնդիրները, որոնք բարձրացնում են եւ համապատասխան փոփոխություններ անում։ Չգիտեմ, մի քանի անգամ անվանել եմ այս ամենը տնային աշխատանք, շատերը ասում են, որ ամենահեշտ բառն է եւ ոնց որ թե այդպես մեջը սուրություն չկա նշած, ասում ես դասեր քաղել, ասում են սուրություն չկա նշած, չեմ իմանում ոնց ձևակերպեմ, բայց պետք է մի բան գիտակցենք։ Արցախյան հիմնախնդիրը անի լուծումը մեր ձեռքում է։ Կզբաղվենք մեր տնային աշխատանքով, կքաղենք մեր համապատասխան դասերը, կարողանանք դրանք հաղթահարել։ Ուրեմն այն լուծումը, որը ինքներս ենք ցանկանում, դա լինելու է։ Ունակ կլինենք սերունդներով փոխանցել
իրավիճակը, որը այսօր ամբողջովին մեր տիրապետության տակ է, իսկ միգուցե ապագայում, երբ որ պատրաստ կլինի նաև Ադրբեջանը այնպիսի սերունդում հետ հնարավոր է վստահել եւ միասին ինչ-որ բան պայմանավորվել, այն ժամանակ մեր թորները, ծորները միգուցե կգան ինչ-որ լուծման։ Բայց այսօրվա դրությամբ մի բան պետք է գիտակցենք, չկա այն մյուս կողմում հետ ես կարողանամ վստահաբար որևէ մի լուծման գնամ, բացի դրանից այսօրվա դրությամբ մեր եղած ամեն ինչը մենք պետք է կանենք, մեր շահերով տանենք, որ Հայաստանը զարգանա։ Այլապես իշխանությունը պիտի հրաժարական տա, ինչպես դա այն փուլերից մեկն է գալիս, որ դե չես կարողանում խնդիրները լուծես, ինչի համար ես խանգարում ուրիշներին, որ գան լուծեն։ Հիմա հրաժարականով, փոփոխություններով, ինչով է, կարող է մի ինստիտուտը հրաժարականա տալիս, որովհետև մնացածների օրենքներով հրաժարականը միգուցե այնպես չի աշխատելու, բայց փոփոխությունը մի կողմից սկսում է եւ վերում է հաջորդ փոփոխություններին։ Ամսի 18-ին, ամսի 2-ին ունենալու ենք թիմ ընտրություններ։ Արդյոք կառավարության ներկայացուցիչները այնքան խոսում են, որ իրենք կապահովեն ամեն ինչ, որ չգիտեմ, արդար ընտրություններ լինի, հավատեն նաշնչում, ոչ։ Միգուցե միջև այդ եթե հրաժարական տան եւ հասկանանք չունեն այն պետական լծակները, որ նորից ազդեն, կնպաստի մի քիչ, մի քայլ ավելի արդար ընտրություններին, թող գնան այդ քայլին, թող մի տեղից սկսեն։ Մեկ օրվա մեջ հասկանալի է, եթե բոլորը միանգամից հրաժարական կան, դա էլ կարող է հարցի լուծում չլինի, որովհետև շատ ժամանակ մենք այդ տրանսֆորմացիոն ռեսուրս մեխանիզմները չեն կարողանում նաև ճիշտ օգտագործենք եւ աշխատացնենք, այնպես որ պետք է նաև այդ քայլերը, փոփոխությունը պետք է գա ճիշտ քայլերով, բայց դա պետք է սկսվի այսօր։